Առաջին EM-ի եթերում դիսկուրսն է, բարև ձեզ։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդաշարն իրականացվում է բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Այսօրվա հաղորդման ընթացքում մենք կփորձենք խոսել մի իրադարձության մասին, որն օրերս տեղի ունեցավ Ռուսաստանում։ Խոսքը Ռուսաստանում իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության նախընտրական համագումարի մասին էր, որտեղ Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ մտադիր չէ առաջադրվել 2012 թվականի նախագահի ընտրությանը եւ այդ պատիվը ճակերտավոր ասած զիջում է Վլադիմիր Պուտինին։ Այդ իրադարձությունը բավական բուռն քննարկումների առարկա դարձավ թե աշխարհում, թե նաև Հայաստանում, եւ այդ մասին մենք այսօր կխոսենք մեր հյուրերի հետ։ Իմ հյուրերն են ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը եւ քաղաքագետ Անուշ Սեթրակյանը։ Մեր հարևանները իրան ատում են, բայց Պուտինը մեզ շատ սիրում է, օգնում է եւ բոլոր հայերը շատ ուրախ են, որ Պուտինը կդառնա պրեզիդենտ։ Ավելի հզոր կլինենք, ավելի լավ։ Ոչ բանը չի։ Հիմա ինչ Պուտինը դեմք չի, Մեդվեդևին հավասար դեմք չի։ Ինչ փոփոխություններ։ Մենք բանը կշարունակենք։ Ես մտածում եմ, որ լավ արդյունք մեր ազգին։ Պուտինը 10 տարի ղեկավարել է, նորից ղեկավարի։ Հետո Մեդվեդևը ղեկավարի, այդպես կշարունակվի մի քանի տասնյակ տարիներ, մարդկությանը բավական է։ Հետագան արդեն կյանքը ցույց կտա։ Մեդվեդևը պրեզիդենտը այլ բարձրը решает Путин. Сейчас там у них рокировка. Путин станет президентом, Медведев премьер-министром. Ստերել էին ուզում բանանային, որ շարունակեմ էլի միտքս, որ Սարգսյանը դառավ պրեզիդենտ, Քոչարյանին պրեմիեր-մինիստր, բայց ժողովուրդը արդեն ոտի կային էր, потому что նельзя էլի, որ երկու հատ Ղարաբաղցի Հայաստանի թագավոր լինեն։ Ժողովուրդը խելք ունենա, ոչ մի ազդեցություն չի ունենա։ Իր անկախությունը նորմալ կօգտագործի ու ամեն ինչ կարգին կլինի։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ միանգամից ուզում եմ հարցնել, թե ընդհանուր առմամբ ինչպիսի փոփոխություններ, ինչպիսի ազդեցություն մենք կարող ենք Հայաստանում զգալ, եթե իհարկե կարող ենք զգալ այդպիսիք Վլադիմիր Պուտինի դե ֆակտո կարելի ասել արդեն վերադարձից հետո։ Ամենահետաքրքիրը դա էր, որ ինչ որ միասնական մի կարծիք հայտնվեց այդ իրադարձությունների կապակցությամբ ամբողջ աշխարհում։ Բոլորը ասացին լավ է, որ կոնկրետացում եղավ։ Այս կարծում եմ, որ Հայաստանի համար էլ լավ է, որ կոնկրետացում եղավ։ Ոչ թե որ այդ կոնկրետացումը ինչ-որ մեծ նշանակություն ունի, այլ գոնե խոսակցությունները կիսով չափ կպակասեն, արդեն շատ հստակ է, թե տարիներ շարունակ Հայաստանում անգամ վերլուծությունները երբ արվում էր, անընդհատ պիտի ընդգծվեր, բա դա ինչի պատճառով է, որ Պուտինը այսպես է, թե Մեդվեդևը այսպես է, այս խճուճ ինչ-որ մի հատ դիսկուրս է ստեղծվել, որը երևի թե կվերանա, այդ երևի լավագույնն է։ Մնացածը կյանքը ցույց կտա, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ապացուցել է, որ կարող է շատ բարդ խաղեր խաղա եւ ինչ որ նորություններ ստեղծի կապված անձերի հետ, նման բան չի եղել, անգամ երբ որ այդ տանդեմը Ռուսաստանում իշխանական տանդեմը աշխատում էր, շատերը շատ լավ հասկանում էին, որ ուղղակի ձև են գտել իշխանությունը շարունակելու եւ հիմա ուղղակի ավելի པարզ ձևով դա կշարունակվի նորություն դժվար թե լինի։ Տիկին Սեթրակյան, Ռուսաստանում ի վերջո երբ խոսում ենք Պուտինի վերադարձի մասին, այդ մի քիչ արհեստական չի վերադարձ ասելը, երբ որ տեսնում ենք թե իրադարձությունները ինչ զարգացում ունեցան եւ ըստ էության հենց Պուտինը փաստացի նաեւ եղել է միշտ, ինչպես երևում է, եւ այդ առումով Հայաստանում փոփոխությունների ինչ ակնկալիք կարող ենք ունենալ։ Պուտինը ինչպես Լենինը, հա, նա միշտ կենթանի է։ Չէ, այստեղ մի ուրիշ խնդիր կա, երկար ժամանակ, մանավանդ այս նախքանես հայտարարությունը մոտավորապես մի 7-8 ամիս իմ հաշվարկներով, այնուամենայնիվ այդ երկու մարդկանց տանդեմի երկու մաս կազմող այդ երկու անհատների մեջ սկսվել էր քաղաքական պայքարի ինչ որ սաղմեր նշմարվել, եւ իհարկե դրանում մեծապես նպաստում էր Արևմուտքը, որովհետեւ Արևմուտքը այնուամենայնիվ բացահայտորեն
ամեն կերպ ցուցաբերում էր քաղաքական համակրանք Մեդվեդևի անձի նկատմամբ, դա արտահայտվում էր թե մամուլի բոլոր հրապարակումներով եւ նույնիսկ կշտամբակներով, որովհետեւ շատ հեղինակավոր թերթեր, Financial Times-ը, New York Times-ը, Washington Post-ը Մեդվեդևի մեղադրում են նրանում, որ մեջը կրակ չկա, հենց անգլերեն այդպես էլ հնչում էր he lacks fire, այսինքն չի կարողանում ռեֆորմներ իրականացնել, չի կարողանում ավելի վստահ վերցնել սանձերը իր ձեռքը եւ արևմուտքի այդ փորձերը Մեդվեդևին գցել առաջնակարգ դիրք Պուտինին տանել հետ ինչ որտեղ պսակվեցին հաջողությամբ մի պահ նույնիսկ Ռուսաստանի նորություններում, երբ որ ես ժամացույցը ձեռքից հաշվում էի ժամանակը Պուտինյան եւ Մեդվեդևյան ռեպորտաժները պահ կար, որ ավելի երկար են, բայց ես գիտեի, որ Պուտինը վերադառնալու է մոտավորապես 2.5 ամիս առաջ, որովհետև հետո այդ տեսակարարկշիռը փոխվեց եւ 2.5 ամիս շարունակ ժամանակային այդ մրցավազքում հաղթում էր Պուտինը։ Իհարկե, այստեղ աշխատել էին ինչ որ ռուսները անվանում են державное мышление։ Այսինքն ռուսները իսկապես ունեն Ռուսաստանի միսիոներական ընկալում, ինչքան էլ մենք փորձենք ասել, որ հիմա այդ ընկալումը նրանց մեջ դուրս է եկել, այդ իմպերիայի զգացողությունը նրանց միջից դուրս է եկել, երբեք նման բան չի եղել եւ արևմուտքի այն փորձը, որ մարդիկ իրենց իշխանական ամբիցիաները կգերադասեն նրան, ինչ որ կոչվում է այսպես ռուսական մեծապետական մոլուցք, դրանք իդերևի ելան, այո, Ռուսաստանը շարունակում է զոհ գնալ, որտեղ ներկայությամբ դա զոհ գնալ է իր մեծապետական մտածողությամբ։ Իսկ Հայաստանը այդ մեծապետական մտածողության հաղթարշավը Ռուսաստանում ոնց կարող է զգա իր վրա։ Թե մենք երբևէ դրանից չենք էլ թույլաtsել, դա մեր վրա չի էլ թույլաtsել։ Չէ, ուղղակի մենք այդ մեծապետական հաղթարշավը միշտ եղել ենք, դա մենք միակ ժողովուրդն ենք եղել, որ այդ հաղթարշավը չենք զգացել, որտեղ միշտ այդ հաղթարշավին տվել են կողմնված սահատ վերնագիրը, այսինքն երբևէ չի եղել միայն Ղարաբաղյան շարժումը 88 թվականին եւ այդ անկախական զուգահեռ շարժումը մեզ մոտ առաջացրեց այսպես գլոբալ իմպերիայի ճորտ եւ ստրուկ լինելու գաղափարը, բայց հետո մեր անկախության 20 տարիների ընթացքում ժողովրդի մտածողության մեջ անկախության գաղափարի թեզը աստիճանաբար հանվեց եւ մեզ մոտ էլի այդ օրհնված սահաթը շարունակվում է, դա այսպես ասած երկարաժամկետ սահաթ է, որը ոչ մի կերպ չի ավարտում եւ մեր մեծապետական մտածողության, ասենք այն բահը, որ մենք գտնվում ենք իմպերիայի ազդեցության տակ եւ վատ զարգացումների դեպքում կարող ենք նույնիսկ մնալ այդ մեծապետական մտածողության փլատակների տակ, իսկ թվում է քչերին է հուզում Հայաստանը։ Պուտինի վերադարձի հետ կապված այս իրադարձություններով Հայաստանում ծավալվեց բավական ակտիվ խոսակցություն, որ այդ այսպես ասած օրհնված սահաթը կարող է մասնավորապես բավական մեծ ներգործություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի վրա եւ օգնել նրան կամ օժանդակ գործոն հանդիսանալ ակտիվանալու մանավանդ այն ֆոնին, երբ մի քանի օր առաջ նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով եւս ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի շրջապատի այսպես մարդ, ոչ բավական թափանցիկ կերպով ակնարկել էր, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ներգրավվածություն կունենա խորհրդարանի ընտրությանը։ Արդյոք կապված են այս երկու իրադարձությունները իրար, պարոն Սարգսյան, եւ արդյոք իսկապես Պուտինի գալուստը, որը դեռևս դե ֆակտո եւ շուտով կլինի նաեւ դե յուրե, իսկապես ազդեցություն, առարկայական ազդեցություն կունենա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ծրագրերի վրա։ Այն հանգամանքը, որ նկարագրեց Անուշը, այդ կապվածությունը, ունի ամենաէական ազդեցությունը, այսինքն հոգեբանական ազդեցությունը ինքնին, եթե անգամ չգիտեմ, որևէ կոնկրետություն չկա, եթե մարդիկ գտնում են, որ դա այդպես է, այդքան է հերիք է, որ արդեն սկսի ձևավորել քաղաքական պրոցեսներ։ Բացարձակ նշանակություն չունի ընդհանրապես Պուտինին հետաքրում է, Քոչարյանը չի հետաքրում։ Շատ ավելի հետաքրիր է այստեղի քաղաքական էլիտայի եւ հասարակությանը։ Եթե հետաքրում է, այդ պրոցեսները կարող են գնալ եւ կարող են բերել շատ հետաքրիր արդյունքների, որ ոչ ոք չսպասի, վերջում պարզվի, որ Պուտինը առաջ անգամ է լսել նման բաների մասին։ Այդպես չեմ ասում, գիտեք, դա այս 20 տարվա փորձը ցույց է, որ բազմաթիվ բաներ են Հայաստանում կատարվել, միայն դրա համար, որ մարդկանց թվում էր, թե ինչ որ մեկը հովանավոր է, թե ինչ որ մեկը ազդեցություն ունի եւ այլն, անգամ պատերազմի ժամանակ։ Սա է Հայաստանի իրականությունը, իհարկե շատ տխուր իրականություն է։ Եվ դրա համար ինչքան շատ ենք խոսում, այնքան շատ ենք բերում։
Այսինքն եթե մարդիկ ցանկություն ունեն Քոչարյանը բերել, չան շատ խոսեն, այնքան էլ գալու է։ Չգիտեմ լավ է թե վատ է, բայց ինձ զարմացնում է, որ Պուտինի հետ կապված գուցե մի քիչ ավելի շատ խոսենք ուրիշ խնդիրների մասին, չէ՞։ Բայց չեմ տեսել, որ մեկ օրինակ խնդիր դնի օրինակ Ղարաբաղյան հարցում ինչ կլինի կամ չգիտեմ մի ուրիշ կարևոր հարցում Հայաստանի տնտեսական զարգացման։ Կարծես թե որևէ մեկին դա չի հետաքրում, մեն այս բանը։ Մենք իհարկե քիչ հետո այդ խնդիրներին էլ իհարկե կանդրադառնանք։ Մեր մասին խոսենք, մնացածները իրենց հարցերը առանց մեզ լուծելու են հանգիստ եղեք։ Անուշ կխնդրեի նաև դու անդրադառնայիր այդ թեմային, քանի որ դա հիմա ուզենք թե ոչ մեր իրականությունը եւ գլխավոր ինտրիգներից մեկն է դարել, որը նաև թեկուզ պարոն Սարգսյանի նշած հոգեբանական առումով այդուհանդերձ կարող է ինչ որ իրավիճակ փոխել։ Ինձ թվում է, որ այ հիմա մեր իշխանությունները, ներկայիս գործող իշխանությունները 1000 անգամ ափսոսել են, որ այնուամենայնիվ քայլեր եւ ջանքեր չեն գործադրել, որ երկրում գործեն ինքնուրույն քաղաքական գործընթացները, որ երկրի վրա չծավալի այդ հովանավորչական կներեք ամպը, դա սև ամպ է, որ երկրի վրա այսպես ծավալվում է եւ որի իներցիայի տակ գործում են նաեւ թե մեր իշխանությունները, թե մեր քաղաքական ուժերը եւ թե մեր հասարակությունը։ Հովանավորչություն չփնտրելը, սեփական մեխանիզմներ ձևավորելը, սեփական քաղաքականություն վարելը, երկիր կառուցելը այնուամենայնիվ կբերեր նրան, որ հիմա մենք այդ հարցը չենք քննարկի։ Հիմա ներկայիս իշխանությունները շատ ճիշտ ասաց պարոն Սարգսյանը, այն բանը, որ հիմա դա խոսվում է, ասվում է եւ քննարկվում է, ստիպված մեր քաղաքական գործընթացներում այդ թեման արծարծվում է, երբ որ այդ թեման ընդհանրապես չպետք է արծարծվի։ Մենք օրինակ երբևէ չենք դնում այն հարցը, թե ասենք Ռոբերտ Քոչարյանը գալու է, որովհետեւ վայելում է հայ հասարակության մեծամասնության համակրանքը, կամ չի գալու, որովհետեւ վայելում է համակրանքը։ Մենք հիմա այդ հարցը քննարկում ենք ինչ որ հովանավորչական process-ների կողմից, տեսանկյունից։ Ինձ թվում է ինքնին վիրավորական է, երբ որ որևէ քաղաքական ուժ ունի անգլիական բառով ասած promoter, առաջ տանող, եւ առավել եւս կործանարար է երկրի համար, երբ որ քաղաքական ուժը գալիս է հովանավորչությամբ, որտեղ հայտնի չի, թե նույն այդ ռուսական հովանավորչությունը ինչպես կարող է անդրադառնալ Ղարաբաղյան գործընթացին, ինչպես կարող է անդրադառնալ տնտեսական գործընթացներին եւ արդյոք այս հետզհետե խորացող աղքատացումը, որ հայ ժողովրդին սպառնում է նորանոր քայլերով կբերի արդյոք ստրատեգիական այնպիսի մի վերջին կարմիր գծի, որ մենք ունենանք մասսայական արտագաղթից էլ ավել արտագաղթել, դա արդեն կլինի, ասենք ազգային արտագաղթ։ Քիչ ինձ համար այդ ամենը պրոբլեմատիկ է։ Դրա համար ես ասում եմ, ժամ առաջ, րոպե առաջ պետք է փորձել այնուամենայնիվ սեփական երկրում ծավալել սեփական քաղաքական գործընթացները։ Իհարկե պետք է փորձել, բայց հիմա մենք ապրում ենք այն երկրում, որում ապրում ենք եւ ունենք այն իրավիճակը, որ ունենք, եւ այդուհանդերձ տեղի ունենալու այն, ինչ տեղի ունենում նման իրավիճակներում։ Վերջի վերջո տեղի է ունենալու այն, ինչ որ մենք մեր հասարակական լուրջ պայմանավորվածությամբ թույլ կտանք։ Վերջի վերջո տեղի է ունենալու այն, ինչը մենք քննարկում ենք բամբասանքի մակարդակով։ Եթե առաջին, տեսեք, մենք հիմա ունենք ընդդիմություն, չէ՞, ունենք այսպես ասած արմատական ընդդիմություն, ՀԱԿ։ Մենք ունենք, ասենք, տարբեր տիպի ավանդական կուսակցություններ, որոնք պետք է որ կրեն ազգայնական գաղափարախոսությունը, եւ այդ բոլոր կուսակցություններից որևէ մեկը հստակ չի բարձրացնում այն հարցը, որ վերջի վերջո դեպքերի զարգացումը ինչի է բերելու եւ մինչեւ երբ պետքա ընդ որում ես նկատի ունեմ ոչ թե ռուսական քաղաքական գծի փոփոխությունը, այսինքն Ռուսաստանը չփոխեց, չէ, իր քաղաքական կուրսը։ Նույն կուրսն է մնացել։ Մենք չենք կարող ասել, որ քաղաքական կուրսը արմատապես փոխվել է, Ռուսաստանը ինքնահռչակվել է դիկտատուրա, չգիտեմ, կամ դարձել է բանիսլամական կրոնապետություն։ Նույն կուրսն է մնացել, բայց ընդհանրապես անձերի տեղափոխմամբ մենք արդեն քննարկում ենք մեր քաղաքական դաշտը այդ անձերի տեղափոխումից։ Իսկ դա շատ վտանգավոր է, նշանակում է ներանձնական քաղաքականություն ենք կառուցում։ Պարոն Սարգսյան, այսինքն եթե մենք չխոսենք այդ թեմայի մասին, եթե չքննարկենք այդ թեման, դա չեզոքացնի ազդեցությունը այս կամ այն քաղաքական process-ի վրա, թե այդ process-ները այդուհանդերձ իրենց էլի կշարունակվեն եւ ընդհանրապես հասարակությունը կապրի իր թեմայով եւ իր օրակարգով, իսկ քաղաքական դաշտը կզարգանա, զարգացում ասած իհարկե երևի սխալ է, առաջ կգնա իր այսպես ավանդական այդ արատավոր շրջանով եւ սպասում են ինչ որ հովանավորներ են փնտրում արտաքին կենտրոններում։ Քաղաքական էլիտան իհարկե չի փոխվի, որովհետեւ 20 տարվա մեջ ձևավորված հայկական էլիտան նշանակություն չունի, իշխող թե ընդդիմադիր շատ դժվար փոխվի, մինչև չփոխվեն
իհարկե կադրերը, սակայն այստեղ հասարակության դերը շատ էական է, որովհետև այսօր գոնե մենք կարող ենք խոսել, որ հասարակությունը իր վերաբերմունքով դեպի այդ քաղաքական շարժումները կարող է շատ հարցեր լուծել։ Ի վերջո ով էլ ինչ անի, վերջում դիմում է հասարակությանը, հասարակության դաբրոն պիտի ստանա, եթե անգամ Պուտինը նստացել է, պիտի այստեղ էլ ստանա։ Հասարակությունը դրա համար պիտի իսկապես ավելի շատ քննարկի, թեկուզ այս ստեղծված իրավիճակը։ Ինչու է այսպես։ Ինչու է Հայաստանում նման մոտեցում քաղաքական այրերի կողմից, ընդհանրապես քաղաքական ուժերի կողմից, որովհետև հիմնականում քաղաքական ուժերն են ստեղծում այս հովանավորչության գաղափարը եւ պահում։ Թեկուզ կարող է լինի հասարակության մեջ դա, բայց տանողը, վարողը քաղաքական էլիտան է։ Եվ ես կարծում եմ կարևորագույն եւ ամենաբարդ խնդիրը դա է, որ Հայաստանում, չգիտես ինչու, սկսած գիտնականներից, վերջացած հասարակահայացիներից, չեմ ասում քաղաքական գործիչներից, անընդհատ մի միտում կա նույնացնել Հայաստանի շահերը Ռուսաստանի հետ։ Այն էլ կայսերական Ռուսաստանի, ոչ թե դեմոկրատական, կայսերական։ Ես չգիտեմ, քանի դար ավանդույթ ունի այս մոտեցումը, բայց հենց այդ նույնացումը ծնում է այս ողբերգական իրավիճակը։ Ոչ թե ասում են այդ երկիրը, օրինակ, մեզ կօգնի կամ ինչ լավ է, դրանք մեզ բարեկամը, ոչ, նույնացնում են, ասեք Ռուսաստանի համար լավ է, ուրեմն Հայաստանի համար լավ է։ Տեսնում եք, այս գերագույն սուտը, չգիտեմ, կեղծ այս համոզմունքը շատ մեծ ողբերգություններ է բերել մեզ համար, որովհետև պարզ բան է, որ գոնե մի քիչ հեռու եւ մի քիչ թույլ Ռուսաստանի համար, Հայաստանը գուցե կարող է մի քիչ ավելի մեծ արժեք ունենա, որպես դաշնակից, քան կայսերականի համար, որի համար դու ընդամենը պեշկա ես տանելու անելու բանը, դա պարզ տրամաբանությունը, չէ, բայց տեսեք մեզ հակառակն է դուրս գալիս։ Մենք ուզում ենք կայսերական Ռուսաստանը ուժեղանա, ծավալապաշտականը, այն, որը բերեց եւ 15 թվին այդ ողբերգությանը եւ 20 թվին եւ հիմա եթե ռուսի ոտը մտավ նույնն ալնելու, որտեւ այն պահից հետո երբ նա ոտը դնում ես, դու դառնում ես ընդամենը իր համար արևտրի ինչ որ մի առարկա, բայց երբ որ նա թուլանում է, հեռանում է, արդեն նա ստիպված քեզ հետ մի քիչ ուրիշ լեզվով է խոսում, անկամ Ղարաբաղցիների հետ էր մի քիչ ուրիշ ձևով խոսում, չէ, 91-ից երբ որ թուլանում էր։ Դա շատ կարևոր բան է, մենք փորձենք վերանայել այս մոտեցումները եւ հասկանանք, որ մեր մեջ է նստած մեր դժբախտությունների շատ մեծ մի, չգիտեմ, աստիճան։ Շատ շնորհակալություն, այդուհանդերձ վերադառնանք, փորձենք հիմա արդեն խոսել Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական խնդրի մասին։ Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Զատուլինը հայտարարել էր, որ երբ որ Պուտինը վերադառնա Ռուսաստանի իշխանության, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը թե Ղարաբաղի հարցում, թե հայ-թուրքական հարցում կլինի ավելի հայանպաստ եւ ասես Պուտինը ավելի կպայի Հայաստանի շահերը։ Արդյոք համաձայն եք, որ Պուտինը իսկապես բոլորին այլ պայմանական ասած հայանպաստ քաղաքականություն է վարելու, քան Մեդվեդևը վարում էր իր նախագահության ընթացքում, եւ արդյոք իսկապես կար տարբերություն Պուտինի նախորդ 10-ամյակի վարած քաղաքականության, 8-ամյակի վարած քաղաքականության եւ հետո Մեդվեդևի եռամյա քաղաքականության հանդեպ։ Խնդրեմ Անուշ։ Դե բանը, այդ Զատուրինի հայտարարությունը նախորդեց նաեւ արտգործնախարարության հաղորդումը առայն, որ մադրիդյան սկզբունքներով պետք է լուծվի Ղարաբաղի հարցը, որի մեջ նշվեց ուժ չկիրառելու սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը եւ բացարձակ չնշվեց ազգերի ինքնորոշման սկզբունքը, որովհետեւ այդ ձևով ռուսական արտգործնախարարությունը այսպես անում էր իր փորձակայելը, տեսնի թե ինչպես թե ուղղեցին։ Հա, հետո արդեն փորձեցին, ու դա արդեն հայտնի դիվանագիտական խաղեր են։ Ասել, որ Պուտինը կկատարի ավելի հայամետ քայլեր, առնվազն ծիծաղելի կլինի, որովհետև էլի կրկնում եմ, չի փոխվել երկրի քաղաքական կուրսը, այսինքն երբևէ Պուտինը եւ Մեդվեդևը չեն ունեցել իրարամերժ կարծիքներ Ռուսաստանի քաղաքական կուրսի մասին։ Եղել է դա նույն մեծապետական, այսպես ասած, ինչպես ասաց պարոն Սարգսյանը, կայսերական մոտեցումը, եւ այդ կայսերական մոտեցման մեջ եղել են փոքր ավելի մեղմացումներ կամ դեմոկրատիզացիայի
ավելի կամ պակաս ջանքեր։ Ասել, որ Պուտինը որևէ քաղաքական, մանավանդ արտաքին քաղաքականության մեջ ինչ որ մի արմատական փոփոխություններ կմտցնի, դա նույնն էր, ինչ որ ամբողջ Ռուսաստանը եւ ամբողջ Արևմուտքը սպասում էր, որ Վրաստանի հարցում Մեդվեդևը կբռնի դեմոկրատական կուրս, եւ դրան հաջորդեց Մեդվեդևի շատ չոր եւ հստակ արտահայտությունները Աբխազիայի, Օսետիայի, վրացական իշխանությունների մասին, եւ բոլորը հասկացան, որ Պուտինյան թե Մեդվեդևյան Ռուսաստանը իր արտաքին գործառույթներում միանշանակ նույն Ռուսաստանն է։ Կամ հասկացան, որ Մեդվեդևյան Ռուսաստան չկա, դա Եվ հասկացան, որ նման բան չի փոխվել, այսինքն հիմա սпасել Պուտինի անձի հետ Հայաստանի վրա անմիջապես անդրադարձող փոփոխությունները, դա բան է, ուղղակի անիրատեսական մոտեցում է, դա դարձյալ բան է, հայկական խոհանոցներում, ինչպես խոհանոցային քաղաքականության պրոդուկտ է։ Զատուլին ինչ էս ասի հայկական խոհանոցի։ Դե, գիտեք, Զատուլինը ասենք, երբ որ դա հայտարարում է, դա էլ նույնպես փորձաքար է, տեսնի թե արդյոք նույն ուժգնությամբ եւ նույն ոգևորությամբ է արդյոք հասարակությունը արձագանքում այդ ֆրազներին, որովհետեւ իրոք նախ եւ առաջ բոլոր պետություններին հետաքրքրում է հանրային արմատավորված կարծիքը։ Բացատրեմ, հանրային արմատավորված կարծիքը փոխելու համար հսկայական ֆինանսական եւ զինային ռազմային միջոցներ են պետք։ Վկա Իրաքը, հա, որտեղ Ամերիկան մտավ իր ամբողջ արսենալով եւ տանդեմով, բայց քանի որ հանրային կարծիքը բացարձակ բևեռային էր ամերիկյան մոդելին, արդյունքում որևէ բան չստացվեց։ Եթե ասենք մեր հանրային կարծիքը արմատական եւ բևեռային լինի ռուսական այս կայսերական մոդելին, հավատացնում եմ, որ որևէ կայսերական միջամտություն չի աշխատի։ Պարոն Սարգսյան, իսկապես տարբերություն չկար որևէ Պուտին եւ Մեդվեդև այս ժամանակաշրջանների միջև եւ չի էլ լինելու նաեւ հետագայում, որ Ռուսաստանի քաղաքականությունը թե Ղարաբաղի հարցում, թե նաեւ հայ-թուրքական գործընթացում չի փոխվելու երբեք։ Կարևոր հանգամանք եք նշել, գիտեք, շատ էական է հիմա հետևել, դրանպես ինչ է քարոզում այդ երկրում։ Մեդվեդևը իր հետ նորություն բերեց։ Մի մոռացեք, որ առաջին իսկ օրից նա քարոզում էր նոր Ռուսաստանի գաղափար, իրավական պետության։ Մեդվեդևը երևի առաջինն էր, որը շատ խիստ քննադատեց ավանդական ռուսական պետականությունը։ Սա շատ էական հանգամանք էր։ Շատերը կարծում են, թե ընդհանրապես խոսակցություններ եւ նշանակություն չունեն։ Նշանակություն կարող է ունենալ ուրիշ երկրում, բայց Ռուսաստանի համար, երբ որ առաջի դեմքն է խոսում, որ այն պետությունը, որը մենք ունենք, այդ ձերժավն է Ռուսաստանը, երբեք էլ չի լինի, մենք չենք կրկնի, մեզ պետք է ուրիշ արժեք եւ ուրիշ պետություն։ Ինքնին դա շատ էական նշանակություն ունի։ Եվ ես չեմ կարծում, որ դա եղել է Մեդվեդևի, գիտեք, նենց առանձնահատուկ խաղերը, ոչ։ Բայց այդ ամենը չփոշիացավ հենց վերջին իրադարձությամբ, որ Մեդվեդևը զիջեց Պուտինին։ Ես դրա համար կարծում եմ, որ շատ հետաքրքիր է ինչ է քարոզելու Պուտինը։ 50 տարի առաջ մենք կարող ենք խոսել, որ եկել է մի Ստալին կամ մի Պուտին, եւ միջև մեռնելը նույնն է լինելու։ Այս ժամանակաշրջանը այդպիսին է, որ ես չգիտեմ Պուտինի վերադարձը իր հետ ինչ է բերելու։ Կարող է դա զարմանալի լինի, բայց Պուտինն էլ անզոր է Պուտին լինելու։ Այսինքն մենք այլ Պուտին վերականգնել Պուտին կամ չգիտեմ ինչ, ես ստանում ենք բոլորովին այլ Պուտին։ Փոքր, ինչ ասեմ, որպես ասեք մարդ եթե նայենք, էլի ոչ թե որպես գործիչ, կապես փոքր մարդը որ ցանկացած է, որ դուք կարողանաք 10 տարվա առաջվա արժեքները բերեք այս իրականությունը։ Որտեղ մենք տեսնում ենք ինչ է սկսվել։ Ի վերջո Պուտինը գալիս է 2009 թվականին փետրվար ամսին կնքված այդ Պերեզագրուսկա քաղաքականությունից հետո, որը կատակ չէ եւ որը ցույց է տվել ոնց է դա ազդել ամբողջ աշխարհի վրա եւ Ռուսաստանի վրա։ Եվ այդ մարդը ինչ պիտի անի։ Պիտի գա այդ ամեն ինչ փակի, դա միամտություն է։ Եթե փակեին այն ժամանակ չեր լինի։ Այսինքն պիտի մենք ունենանք գործ մարդու հետ, որը շարունակում է արդեն process-ը, ճիշտ այնպես, ոնց որ այդ process-ը թելադրում է։ Ոչ ոք չի կարող արաբական հեղափոխություններ ճնշել, ոչ ոք չի կարող Ռուսաստանի դիրքը փոխել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, Իրանի հետ հարաբերություններում եւ այլն։ Դա անհնարին է եւ դա ոչ ոք չի անի ուղղակի։ Դա անիմաստ է անել, կյանքն է հիմա թելադրում։
պետության ղեկավարներին ոնց իրենց պահել։ Եթե վաղը Քոչարյանը վերադառնա ու սկսել զբաղվել հայ-թուրքական հարաբերություններով, պետք չի զարմանալ։ Որտեղ բոլորին թվում է թե մի Քոչարյանը պետք է գա։ Իրան էլ կարող է թվա, թե ինքը որպես այն Քոչարյան կարող է գաստել։ Գալու պահից հետո կարող է տեսնել, որ երկիրը ուրիշ հարթ է։ Դա այն երկիրը չի, որտեղ դու կարող ես լինել Քոչարյան։ Հասկանում եք, դրա համար եմ ասում, ամեն ինչ շատ բարդ է։ Այդ աչքով պիտի նայենք։ Այլ կերպ ասած, այս իրադարձությունը Ռուսաստանում ոչ թե մեր համար էր դաժան իրականության արձանագրում, այլ ավելի շատ հենց Պուտինի համար է, դաժան իրականության արձանագրում, որ պիտի հաշտվի։ Պուտինը պիտի մեր շատ քիչ հետաքրի, բայց այն հանգիստ վերաբերմունքը, որը ցուցաբերեց արևմուտքը, ես կարծում եմ տեսնում եք, այդ թերթերում էին գրում ինչ որ բաներ, բայց բոլոր պաշտոնյաները ասում են ինչ է եղել, ինչ նշանակություն ունի, գալիս է Պուտինը, չի գալիս։ Այ դա ինձ համար շատ ավելիական է, որովհետև դրա մեջ երևում է բարձ գիտակցություն, ուրիշ կապ ունի Պուտինը։ Երկիրը ուր է գնում։ Եվ ճիշտ են նավթի գնահատում, ճիշտ էլ ասում են։ Այդ համատեքստում կուզենամ մի հավելում տամ, 2 օր առաջ New York Times հոդվածը մի թերթը մի հոդված էր տպել Պուտինի մասին, որտեղ մեծ բերում էր արել իր ճառից։ Պուտինը շատ դեմոկրատական, ժողովրդավարական եւ վառ ճառ էր արտասանել առայն որ պետք է ձևավորել նոր ինստիտուտներ, դեմոկրատական, ժողովրդավարական ինստիտուտներ, պետք է նայել դատական մարմինների անկախությանը, պետք է չսպառել երկրի ռեսուրսը, ուրեմն շատ պոզիտիվ անդրադարձել էր դրա New York Times-ը եւ ավելացրել էր մի փոքրիկ նախադասություն։ Ասում է դե եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի տնտեսական բալանսը ընթանում է այն ուղղությամբ, որ 2014 թվականին հստակորեն Ռուսաստանը իր նավթագազային պաշարները սպառած է լինելու, ստիպված է լինելու դիմելու արևմտյան օգնությանը, մենք հույսեր ունենք կարծելու, որ Պուտինի այդ բոլոր ջանքերը արդար երկիր կառուցելու մոտիվացված են։ Այսինքն դա նշանակում է, որ արևմուտքը նաև շատ ավելի լավ պատկերացնում է Ռուսաստանի ռեալ տնտեսական վիճակը։ Իսկ միշտ յուրաքանչյուր պետության, մեծ լինի թե փոքր, իսկական քաղաքականությունը նրա տնտեսությունն է։ Եվ Ռուսաստանի տնտեսությունը հիմա մեղմ ասած իզորու չի սպասարկել դիկտատուրա։ Նա չի կարող սպասարկել դիկտատուրա եւ դրա համար Պուտինը չի կարող այլևս վերադառնալ իբրև դիկտատոր։ Դե դա էլ երևի նայած թվում հանդեպ, որովհետև հիմա հազոր արևմուտքը կարող է մի քիչ ապահով զգալ իրեն, բայց դե մենք գիտենք Հայաստան-Ռուսաստան այդ փոխհարաբերությունը եւ այդ դեպքում նույնիսկ տնտեսապես թույլ Ռուսաստանը Հայաստանի համար մի քիչ կարող անես լավ ուժեղ մամլիչ լինել։ Եթե էլի եմ ասում, եթե վարվում է այդ բանը մամլիչը ընդունելու քաղաքականությունը, բայց դուք տեսնում եք արդյոք շանսեր, որ այդ մամլիչը չընդունվի։ Կա ի վերջո ռեսուրս, դուք տեսնում եք այդ ռեսուրսը, որը կարող է իսկապես ակտիվանալ, աշխատել, հակադրվել քաղաքական դասի համակերպված հնազանդ վիճակին։ Կա այդ ռեսուրսը Հայաստանում։ Կա, եւ տեսնում եք միջոցներ այդ ռեսուրսը ակտիվացնելու եւ իսկապես առարկայական ազդեցություն թողնելու։ Իհարկե կա, այսօրվա հասարակությունը ուրիշ է։ Իհարկե մենք 2008 թվականից հետո քաղաքական առումով գուցե քիչ բաներ ենք, փոփոխություններ ենք հասել եւ տեսել, բայց հասարակական գիտակցության մեջ ես կարծում եմ շատ լուրջ բաներ են փոխվել եւ այսօր Հայաստանում քաղաքական գործիչները շատ դժվար բան է։ Ինչքան ավտորիտար են մնացել կոնկրետ գործիչները, այնքան ավտորիտարիզմը անընդունելի է դարձել հասարակության համար։ Այսօր որևէ մեկը չի կարող հասարակության ասի, ես եմ, այս եմ։ 3 հոգի կլսեն, 23 հոգի կասեն դու ով ես։ Եվ դա շատ էական բան է, որովհետև արդեն իսկ քաղաքական գործիչներու համար պետք է շատ ավելի մեծ կարողություններ ունենալ, շատ ավելի ազնիվ լինել եւ լրիվ նոր աչքով տեսնել այս իրականությունը։ Այս սա եմ ես տեսնում։ Հասարակությունը դուրս է եկել քաղաքական էլիտայի ճնշման տակից։ Իհարկե ինքը դուրս է եկել, ինքը որևէ բանի չի ասել, բայց գիտեք ոնց է, արաբական աշխարհում էլ տեսեք ոնց է եղել։ Իրանք էլ չունեին նոր էլիտա, նոր մոտեցումներ, նոր ծրագրեր, բայց նրանք դուրս են եկել իրենց խնդիրները դրել։ Եվ իրենք են գնացել, ոչ մեկից չեն հարցրել։ Հայաստանում էլ երևի այդ օրը կգա։ Երբ որ հասարակությունը դուրս կգա, կդնի խնդիրները կգնա առաջ։ Ուզում են քաղաքական գործիչները ոնց որ չի լիում եղել։ Ասել են ուզում եք եկեք, չեք ուզում ազատեք։ Դուք մեզ պետք չեք։ Շատ հետաքրքիր է Չիլիի օրինակ, երբ Պինոչետին գցում էին։ Այդ process-ները կան եւ երևի թե շուտով մենք էլ կտեսնենք լրիվ ուրիշ գործունեություն, ուրիշ հասարակություն։
կտեսնենք։ Ես վստահ եմ, որովհետև ասում այս ամբողջ քաղաքական պետության քաղաքական գործունեության ընթացքում կատարվում էր մի խոշոր հասկացությունների նենգափոխություն։ Այսինքն փոխվում էր հասարակության քաղաքական օրակարգը։ Հասարակության անդադ ներշնչում են, որ թիվ 1 խնդիրը անվտանգության խնդիրն է, որտեղ նա գտնվում է թշնամական գոտում։ Հետո նրան ներշնչում են, որ թիվ 1 խնդիրը դա, այսպես ասած, իր սեփական անկարողության եւ սեփական անկարողությունը հաղթահարելու խնդիրն է։ Քաղաքական օրակարգի նենգափոխումը կատարվում է այսօր։ Նույնիսկ ես կարծում եմ, որ եւ ընդդիմադիր շարժումների մեջ այդ քաղաքական հստակ օրակարգը չի ներկայացվում։ Բայց արդեն Հայաստանում հասել է այն օրհասական պահը, որ քաղաքական օրակարգը ձևավորվում է ինքնին։ Ինքը այնքան այնպիսի հրամայական է, որ ինքը իրեն սկսել է ձևավորվել եւ մարդիկ սկսել են դնել անկախության խնդիրը, որ շատ կարևոր է, բ տնտեսական սեփականազրկման խնդիրը, որտեղ հայ ժողովուրդը գլոբալ սեփականազրկված է, ընչազրկված է, եւ վերջապես դրել է բանը սեփական անձի ինքնահարգանքի եւ ազատության խնդիրը, որը ասում եմ այդ 3 քաղաքական օրակարգային հարցերը քաղաքական ֆրոնտում չեն հնչեցվել։ Մենք այդպես մեզ միշտ ասել են, որ Ղարաբաղի անվտանգության համար պետք է ռուսների հետ բարեկամ լինեն, թուրքերը միշտ շահագործում են այսպես Ղարաբաղյան հարցը եւ ընդհանրապես մենք տարել ենք տարիներ շարունակ մենք արտաքին քաղաքականության մեջ տարել ենք Սփյուռքի օրակարգը։ Մեր քաղաքական օրակարգը չի հնչեցվել, իսկ դա թիվ 1 խնդիրն է եւ թիվ 1 ռեսուրսը։ Շնորհակալություն, մեր ժամանակը ցավոք սպառվեց, շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստադիտող, հուսանք, որ մեր նոր հասարակությունը եւ նոր քաղաքական գործիչները հնարավորինս շուտ կգտնեն իրար, իսկ դուք շարունակեք հետևել դիսկուրսի թողարկումներին։ Ցտեսություն։